Պատահել է, չէ, որ սոցցանցերում տեսնում եք մի հրապարակում ու մի քանի վայրկյան անց արդեն անհանգիստ եք կամ բարկացած, առաջացել են վախեր, սպասում եք աղետի, բայց մի պահ կանգ առեք։ Ինչպես հասկանալ, օրինակ, որ ձեր կարդացած հոդվածում ինչ-որ մեկի անձնական կարծիքն է, սովորական ֆեյք, թե տեղեկատվական ազդեցության ավելի լայն կազմակերպված փորձի, այսինքն ֆիմիի մի մաս։ Ինչպես արդեն խոսել ենք նախորդ տեսանյութերում, ֆիմին մեկ հրապարակումով գրեթե երբեք չի ճանաչվում։ Փոխարենը կարող ենք ձեզ հուշել 5 պարզ հարցեր, որոնք արժե տալ ինքներդ ձեզ, նախքան ձեր կարդացած նյութին հավատալը կամ այն տարածելը։ Առաջին հարցը, որը ես ինքս ինձ կտայի, սա է. ինչ զգացում է փորձում առաջացնել այս նյութը։ Եթե հրապարակումը փաստեր ներկայացնելու փոխարեն առաջին հերթին փորձում է ձեզ վախեցնել, զայրացնել կամ խուճապի մատնել, եղեք ավելի ուշադիր։ Ֆիմին միշտ թիրախավորում է էմոցիաները։ Երկրորդ հարցը կլիներ հետևյալը. որտեղ եք սա արդեն տեսել կամ կարդացել։ Եթե նույն միտքը կամ նույնաբովանդակ նյութերը կարճ ժամանակում սկսում են միաժամանակ հայտնվել Telegram-ում, Facebook-ում, TikTok-ում ու տարբեր լրատվամիջոցներում, ուշադրություն դարձրեք ոչ միայն բովանդակությանը, այլ դրա համակարգված տարածման ձևին։ Երրորդ հարցը. ով է աղբյուրը։ Արդյոք ձեզ համար պարզ է որտեղից է այդ տեղեկությունը, թե կարդում եք անորոշ ձևակերպումներ, օրինակ լավատեղյակ աղբյուրներ, գաղտնի փաստաթղթեր եւ այլն։ Ֆիմին սիրում է թաքնվել անանունության հետևում։ Չորրորդ հարցը. փաստ է սա թե մեկնաբանություն։ Տեղեկատվական մանիպուլյացիաները հաճախ սկսվում են իրական եղած փաստից, բայց հետո դրա շուրջ կառուցվում է կոնկրետ միակողմանի մեկնաբանություն, որը ձեզ մատուցվում է որպես միակ ճշմարտություն։ Եվ վերջապես 5-րդ հարցը. ում է ձեռնտու, որ ես հիմա հավատամ այս հոդվածին։ Կարևոր մի բան, այս հարցը միշտ չէ, որ հեշտ պատասխան ունի, բայց այն օգնում է մի պահ անջատել էմոցիաները եւ սառը դատել։ Օրինակ, վերջերս FIPM-ը ներկայացրել էր Հրազդանում կառուցվող արհեստական բանականության գործարանի շուրջ տարածվող մեծ ֆեյքը։ Մեկ ամսում բոտերի ու անհայտ հաշիվների միջոցով սոցցանցերում տարածվել էր 3 կեղծ տեղեկություն։ Գործարանի տարածքում ավերիչ երկրաշարժ է սպասվում, էներգետիկ աղետ է լինելու եւ այդ գործարանը դառնալու է Իրանի ռազմական թիրախ։ Առաջին հայացքից այս ամենը կարող է տագնապ առաջացնել, բայց երբ հարց ես տալիս, ում է սա ձեռնտու, ամեն ինչ ընկնում է իր տեղը, նպատակն էլ է պարզ դառնում, ձևավորել անվստահություն իրականացվող խոշոր ներդրումների նկատմամբ, առաջացնել վախ։ Այո, ֆիմիի նպատակը շատ դեպքերում միայն կեղծ տեղեկություն տարածելը չէ, այն փորձում է ավելի խորը ազդել, փոխել մեր ընկալումները, սասանել մեր վստահությունը եւ ի վերջո կառավարել մեր վարքագիծը։ Միշտ ապեք հավատալ եւ ստուգեք։